Վերջին տարիներին հանրապետությունում կենդանիների, հատկապես շների կողմից մարդկանց վրա հարձակման դեպքերն ավելացել են։ 2019-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերը ներառյալ Հայաստանում արձանագրվել է կատաղության 4 դեպք, որոնք ցավոք ավարտվել են մահվամբ։ Եթե մենք համեմատենք 19-20 թվականների դեպքերը, մոտավորապես եթե արձանագրվել էին այդ 2 տարվա ընթացքում մոտավորապես 5000 դեպք, ուստի մենք արդեն այդ միտումը ունենալով բարձրացման այս 25 թվականին մինչև վերջ 24 ու 25 թվականին մոտ ունենում ենք 10000 դեպքեր մոտավոր, այսինքն մոտ 2 անգամ այդ հարձակման կենդանիների կողմից տուժելու դեպքերի քանակությունը ավելացել է։ Կարող ենք փաստել, որ 99% դեպքերում վարակման պատճառ հանդիսանում են շները, մնացած այդ 1%-ի մեջ մտնում են այլ կենդանիներ, վատուները, նաև ինչու՞ չէ գայլերը, շնագայլերը, աղվեսները։ Վիրուսի փոխանցման պատճառ կարող են դառնալ ոչ միայն թափառող, այլև ընտանիք կենդանիները։ Իհարկե հիվանդությունից ոչ մի կենդանի պաշտպանված չի, անկախ դրանից դա տանը պահում է, թե դա թափառող կենդանի է։ Իրականում, եթե շունը պատվաստված է լինում կատաղության հիվանդության նկատմամբ, պետք է պատվաստված լինի մասնավորապես հենց կատաղության հիվանդության նկատմամբ ու այդ ամբողջ պրոտոկոլով, ինստրուկցիայով, որը խորհուրդ է տրվում, պետք է դա ցուցումով ժամանակին արվի։ Հիվանդության գաղտնի շրջանը բավական երկար է 1 ամսից մինչև 1 տարի։ Վարակվելու դեպքում կանխարգելիչ միջոցներ չձեռնարկելու դեպքում մահն անխուսափելի է։ Հիվանդության կանխարգելման միակ արդյունավետ միջոցը պատվաստումն է, նշում է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման վարչության պետ Սվետլանա Գրիգորյանը։ Մինչև կենդանու կողմից վնասվածք ստանալը կատաղության կանխարգելում չի իրականացվում է միայն արդեն կենդանու կողմից տուժելու հետևանքով։ Դա կարող են լինել քերծվածքի թքոտման կամ մեծ վերքերի դեպքում, եթե կենդանին վնասվածք պատճառելուց հետո մինչև 10 օրվա ընթացքում չի սատկում, ապա պատվաստումների դեղաչափը սահմանափակում են 3 դեղաչափով։ Հաջորդիվ այլևս չի շարունակում։ Իսկ եթե կենդանին մարդուն վնասելուց հետո կորել է, հնարավոր չի հետևել կամ սատկել է, ապա այդ դեպքում դեղաչափերի թիվը հասնում է 5 դեղաչափի սահմանված սխեմայով։ Քաղաքացիները կատաղության դեմ պատվաստում կարող են ստանալ հանրապետության բոլոր առողջապահության առաջնային պահպանման կենտրոններում, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում։ Ցանկացած դեպքում պատվաստումները պետության կողմից տրամադրվում են բնակչությանը անվճար բուժօգնության շրջանակներում։ Հարկ է նշել նաև, որ պատվաստումները կարող են իրականացվել նաև ոչ աշխատանքային օրերին և ժամերին, և այս առումով էլ առողջապահության նախարարությունը հասանելիություն է ապահովել, սահմանվել են նաև հերթապահ բժշկական կազմակերպություններ, քանի որ կենդանու կողմից վնասվածքի դեպքում գործ ունենք ոչ միայն կատաղության կանխարգելման, այլ նաև փայտացման կանխարգելման հետ, պետք է 2 կանխարգելումներ անել։ Փայտացման դեպքում կարևոր է նաև անձի նախկինում ստացած պատվաստումային կարգավիճակը, քանի որ փայտացման կանխարգելումը ներառված է պատվաստների ազգային օրացույցում և պլանային կարգով իրականացվում է։ Մարմնի ցավ, ջերմաստիճանի բարձրացում, տենդ, անքնություն, ախորժակի կորուստ, շնչահեղձություն։ Կատաղությանը բնորոշ կլինիկական երևույթների առկայության դեպքում գրանցվում է մահ։ Մեր օրերում բժշկությունն անզոր է։ Վիրուսի ներթափանցումը և տարածումը տեղի ունենում նյարդաթելերով։ Նյարդաթելերով նա հասնում է մինչև կենտրոնական համակարգ, մասնավորապես գլխուղեղում է տեղակայվում և ախտահարելով գլխուղեղի հյուսվածքը առաջանում են կլինիկական փոփոխություններ, այսինքն էնցեֆալիտներ են առաջանում, վերջի տերմինալ ստադիայում տեղի ունենում շնչառության կանգ։ Եթե անձը վնասված ստանալուց հետո ստացել է կատաղության դեմ պատվաստման ամբողջական սխեման, այսինքն 5 դեղաչափ, հաջորդի մինչև 2 ամսվա ընթացքում կրկին վնասված ստանալու դեպքում որևէ պատվաստման անհրաժեշտություն չկա։ Սակայն 2 ամսից հետո ցանկացած վնասվածքի դեպքում կրկին պետք է դիմել բժշկական հաստատություն և պատվաստվել 2 դեղաչափ 0 և 3-րդ օրերին։ Մասնագետները նախազգուշացնում են վայրի, ընտանի կամ թափառող կենդանու կծածի դեպքում տուժածին անհապաղ ցուցաբերել առաջին օգնություն, գոլ ջրով ու օճառով լվանալ վերքը և առանց վարանելու դիմել մոտակա բժշկական կենտրոն։ Հասմիկ Վահրադյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։